Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իմ անունը Սոնա Հակոբյան է, բայց աստղաբանական անունը Վեդա Սոֆիա։ Մինչ այս էլ հարցրել են ինչու Վեդա Սոֆիա, հիմա փորձեմ բացատրել։ Այսօրվանից ես սկսելու եմ աշխատել բյուրո 6-ի հետ, միասին գնալու ենք, օգնելու ենք մարդկանց իրենց խնդիրների լուծման մեջ։ Վեդա Սոֆիան ցույց է տալիս այն ուղղությունը, որը ես օգտագործում եմ իմ աստղաբանության մեջ, վեդաները, վեդայական աստղաբանությունը։ Սոֆիա նշանակում է իմաստություն, այսինքն վեդա նշանակում է լույս տարածող, Սոֆիա նշանակում է իմաստությամբ լույս տարածող։ Կփորձեմ այս ամբողջ ընթացքում աստղաբանությունից ստացած գիտելիքներս փոխանցել, օգնել, հաշվի առնելով, որ նախորդ կանխագուշակված է եղել, որ անցումային շրջանում աստղաբանությունը իր ձևը ու տեսքը փոխելու է, ինչպես է փոխելու։ Մինչ այս գնում էին աստղաբանի մոտ ու հարցնում էին, ինչ է մեզ տրված, ու սկսում էին մտածել, վայ, իմ մոտ սենց խնդիր կա։ Հիմա աստղաբանությունը փոխում է իր աշխատանքային ձևը նոր դարաշրջանում, ինչպես Ելենա Ռերիխը ժամանակին 1921 թվականին գրված իր գրքերում ասել էր, որ կգան օրեր, որ դրանք կդառնան աստրոքիմիա, ոչ թե աստրոլոգիա։ Ինչ է աստրոքիմիան։ Երբ մարդը իմանում է իր մոտ խնդիրը, նա սկսում է աշխատել այդ խնդրի վրա, ամբողջ կյանքի պատասխանատվությունը վերցնում է ինքը իր վրա, հասկանալով այդ մոլորակը կարմայի օրենքով ինչ է բերել նախկինից իրան, աշխատելով այդ խնդրի վրա կարողանում է, եթե ոչ 100%-ով, համենայն դեպս կեսից ավելին լուծել իր խնդիրը, գոնե խուսափել դժբախտ դեպքերից, դժբախտ իրադարձություններից, որոնք նախատեսված էին այդ մարդու կյանքում։ Ինչ է ջոյտիշը։ Ջոյտիշը գործնական աստղաբանությունը օգնում է մարդուն հասկանալ, ինչ ճակատագրի խնդիրներ ունի, որտեղից է եկել, ուր է գնում, ինչի համար է եկել այս կյանք, ինչ հարցեր ունի լուծելու, որտեղից է եկել վեդայական աստղաբանությունը, Ելենա Բլավատսկայայի գրքում է գրված, որ դա արիացիների գիտելիքներն է, այսօր Հայաստանում շատ-շատերն են զբաղվում արիացիների արմատները փնտրելով, ես էլ սկսեցի դրանից, փորձեցի գտնեմ արմատը, պահպանված վիճակում վեդայական աստղաբանությունը փոխանցել է մեզ այդ գիտելիքները 4 ասպեկտով նայում ենք, այսինքն երբ որ մարդը ծնվել է այդ 24 ժամվա մեջ մոտավորապես 2 ժամ հատկացվում է այդ իր հորիզոնում գտնվող համաստեղությունն է ազդում։ Երկրորդ ասպեկտը թե ինչպիսի միտք, ինչպիսի էմոցիաներ ունի այդ մարդը։ Երրորդ ասպեկտը թե արևի գտնվելու դիրքով ինչ հատկանիշներ է ձեռք բերում եւ չորրորդը ամբողջ տիեզերական վերացական աստղաբանության հիմքը իր վրա ոնց կարա ազդի։ Շատ խորը գիտություն է, շատ մարդկանց է օգնել, հիմնականում օգնում է հոգու էվոլյուցիայի մեջ, այսինքն երբ որ մարդը գալիս է կյանք, ինքը ունի նպատակ զարգացնելու իր հոգին ու ինչպես նոր լսում էի նշեցին սիրո հարցով սովորեցնում է անշահախնդիր սեր մարդկանց նկատմամբ։ Եկեք հաշվի առնենք, որ անշահախնդիր սերը իր մեջ նաև տառապանք ունի, այսինքն քեզ վատն են անում, դու շարունակում ես սիրել։ Խնդրում եմ դրական նայեք այս հարցին, որովհետև անշահախնդիր սիրո արդյունքում է հնարավոր փոխել ճակատագիրը։ Անշահախնդիր սիրո դրսևորման բա հնարավոր ընտանիքում, սկսած մեզնից, մեր ներքին անձնական կոնֆլիկտներից, մենք բոլորս ունենք լիքը բացասական ծրագրեր մեր մեջ, մաքրել այդ ծրագրերը, հետո հարաբերությունները կարգավորել շրջապատի հետ։ Եթե մենք կարողանանք մեր ներքին խնդիրները լուծենք, մենք կարողանանք նաև շրջապատում, ընտանիքում, հասարակության մեջ լինել սիրո էներգիաներով դրսևորված մարդիկ։ Իսկ ինչքան մարգարեներ են եկել, ինչքան կրոններ են ուսուցանվել, ինչքան ուղղություններ են գնացել, դրանց բոլորի միակ նպատակը եղել է մարդկությանը սովորեցնել անշահախնդիր սեր։ Պատրաստ եմ մասնակցել բյուրոյի հաղորդաշարերին, ոնց է կոչվում, ես նաև 2 անգամ ամսվա մեջ տեղի ունենալու հարց ու պատասխաններ
Պատրաստ եմ նաև անձնական հարցերին պատասխանել, ուղղակի խնդրանք, անպայման գրում եք ձեր ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարին, ծննդյան ժամը, գոնե 2 ժամվա սահմաններում, ինչքանով որ գիտեք, եւ վայրը, ու նշում եք, դուք ձեր ծննդյան վայրում եք ապրում, թե մեկնել եք այդտեղից, որպեսզի կարողանամ ավելի հստակ պատասխաններ տալ, ու գրում եք, թե ինչ հարցեր են ձեզ հետաքրքրում։ Աստղաբանությունը ինքը շատ խորն է, ավելի ճիշտ կլինի կոնկրետ հարցերով գրեք, ձեզ հետաքրքրող հարցերը, որ կոնկրետ պատասխաններ ստանաք։ Շնորհակալություն։